Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են լքել խորհրդարանը, ինչու են նրանք մեկնում վաղարշաբաթ։ Արամ առաջինը հրապարակային աջակցություն է հայտնել Գարեգին երկրորդին, ինչ կոչ է արել կաթողիկոսին և իշխանությանը։ Հեռախոսով խոսել են Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն, ինչ հարցեր են քննարկել կողմերը։ Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ինչ է ակնկալում Մոսկվան Երևանից։ Բաքվի դատարանը մերժել է հայ գերիների բողոքները, ինչ է ընտանիքի միջոցով փոխանցել Դավիթ Իշխանյանը։ Իրարամերժ հայտարարություններ Վաշինգտոնից, ինչ է կանխատեսում Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի վերաբերյալ։ Նոր ընտրված ազգային ժողովը դեռ չի ավարտել ղեկավար կազմի ընտրությունը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջադրած թեկնածուներն արդեն ընտրվել են, այժմ հերթը ընդդիմության ներկայացուցիչինն է։ Այդ պաշտոնում առաջադրվել է Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանը։ Վերջինիս թեկնածության շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Իսկ թե ինչ փուլում է նիստը եւ ինչ զարգացումներ կան այս պահին, հետևենք ուղիղ միացմամբ։ Գնալ հասնել որևէ այլտեղ, որովհետև խափանման միջոց է կիրառված։ Ես չգիտեմ, դուք գազ չեք տվել, թե նրա մոտ այդ ցանկությունը չի եղել, թե այլ հանգամանք կա։ Օրինակ կարող է լինել մի երրորդ հանգամանք, որը շատ ռեալ է։ Օրինակ, այստեղ դուք մեջբերում եք տարբեր լրատվականների, որոնց պետք է հավատալ նրանց հետաքննություններին, հավատում եմ, ֆրանսիական Le Monde եւ մեր տեղական հետլրատվականի օրինակ հոդվածներից ես կարդացի, որ Սամվել Կարապետյանը փողերի լվացման կարծեմ գործով է ներգրաված եւ նրա վիլան անգամ Ֆրանսիայում արգելանքի տակ է եւ սա կարող է լինել ռեալ, հա, պատճառ, որ նա չհրաժարվի քաղաքացիությունից։ Եթե սա է, որտեվ չեն անի, նույն ԵՄ երկրներ են Կիպրոսն ու Ֆրանսիան, այս դեպքում դուք կարող եք ասել, որ սա է պատճառը, ոչ թե նրա կիրառված ուրեմն տունը չլքելու արգելանքը։ Թե երբ կկայանա քվեարկությունը դեռ պարզ չէ, փոխարենը հայտնի է, որ օրվա երկրորդ կեսին ընդդիմադիր երկու խմբակցությունները լքելու են ազգային ժողովը։ Նրանք մեկնելու են վաղարշաբաթ, որտեղ այսօր մեկնարկում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստից առաջ հայտարարությամբ է հանդես եկել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը։ Նա անընդունելի և դատապարտելի է համարել Գարեգին երկրորդին դատարան հրավիրելը։ Արամ առաջինը Գարեգին երկրորդին առաջարկել է անձամբ չներկայանալ դատարան, այլ ներկայացուցիչ ուղարկել։ Միաժամանակ նա պետական պատասխանատուներին կոչ է արել եկեղեցու և ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և հարցերը լուծել փոխըմբռնման մթնոլորտում, պահպանելով թե օրենքը, թե եկեղեցու կանոնակարգը։ Նույն թեմային անդրադարձել են նաև 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամները։ Նրանք խստորեն դատապարտել են ընթացող գործընթացը, այն գնահատելով որպես հարձակում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր գնահատմամբ այս անիրավ դատն ուղղված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշ է։ Կոչ ենք անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։ Կաթողիկոսի շուրջ ստեղծված վիճակին արձագանքել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Տոնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը Գարեգին երկրորդի նկատմամբ դատավարությունը հայության խայտառակություն է անվանել։ Կարապետյանը իր դատական նիստից հետո լրագրողների հետ այլ թեմաներից էլ է խոսել, լսենք։ Հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարը
անում է, իրենք ստիպված դա կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց, արդեն 1 տարի 2 ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց, բայց հեծը գործող մարմին է, հեծում մոտավորապես 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու, դրա համար հիմա Փաշինյանը մսխել է 8.5 միլիարդ դոլար, ինչ, մենք կանգնենք ասենք, որ 8.5 միլիարդ դոլարը կերել է ինքը, չնայած միգուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները դա անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանը արդեն հերկել է այդ ամեն ինչը, նույնիսկ այդ քարտեզը, որ իրենց կրծքին կամ գլխին, նախընտրական փուլում գլխին էին կրում, հաստատեն, որ դա մեր սահմաններն է, քանի որ մենք ունենք օկուպացված սահմաններ, պետք է դեռ այդ ամբողջ տարածքները իրենք կարողանան հետ բերեն, կամ էլ զիջեն իշխանությունը, մենք կգնանք հետ կբերենք, ինչպես ես ասել էի նախընտրական փուլում։ Մինչ այդ նոր զարգացումներ կան նաև Գագիկ Ծառուկյանի գործով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին պատկանող Multigroup կոնցեռնի տնօրեն Արթուր Դալաքյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Ավելի վաղ նույն ժամկետով կալանավորվել էր նաև Սեդրակ Արուստամյանը։ Քննիչների պնդմամբ Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Արուստամյանը մեղադրվում են նաև լիբանանահայ գործարարի բաժնեմասը հափշտակելու համար։ Ծառուկյանի գործի լուսաբանման պատճառով տուգանվել է նաև Կենտրոն հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը տուգանել է 100,000 դրամով, պատճառաբանելով, որ լրատվական թողարկումների զգալի մասը նվիրված է եղել մեկ թեմայի, ինչը ըստ հանձնաժողովի գերազանցել է թույլատրելի սահմանը։ Հեռուստաընկերության տնօրենը չի համաձայնել այդ գնահատականին, նշելով, որ եթերում ներկայացվել է ոչ միայն Ծառուկյանի գործին, այլև հանրային նշանակության բազմաթիվ այլ թեմաներ։ Արտաքին քաղաքական օրակարգում ուշադրության կենտրոնում է Եվրասիական տնտեսական միության վարչապետների նեղ կազմով նիստը։ Նիկոլ Փաշինյանը Ղրղստանում մասնակցում է ԵԱՏՄ նեղ կազմով նիստին, իսկ ընդլայնված ձևաչափով հանդիպումը նախատեսված է այսօր։ Մինչ նման ձևաչափով հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է։ Նրա խոսքով, եթե 2024 թվականին այդ ռեկորդային 12 միլիարդ դոլարն էր, ապա անցած տարի նվազել էր մինչև 8 միլիարդ, իսկ այս տարի կազմել է նախորդ տարվա ցուցանիշի 2/3-ը։ Տնտեսական խնդիրներին զուգահեռ Մոսկվայից հնչել են նաև քաղաքական գնահատականներ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան կասկածում է Հայաստանի դաշնակցային հարաբերությունները խորացնելու պատրաստակամությանը։ Նրա խոսքով Երևանի հայտարարություններն ու գործնական քայլերը հաճախ չեն համընկնում։ Պաշտոնյան քննադատել է նաև Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի և Ուկրաինայի հետ, կոչ անելով Երևանին ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել։ Այս ֆոնին երեկ հեռախոսով զրուցել են ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ըստ հայկական կողմի քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ հարաբերություններն ու Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Ռուսական կողմի հաղորդագրությունում սակայն նշվում է, որ Մատվիենկոն կրկին դժգոհել է Երևանի վարած քաղաքականությունից, նա խոսել է նաև Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների իր ձևակերպմամբ համակարգային ձերբակալությունների մասին և զգուշացրել, որ նման դեպքերի շարունակության դեպքում Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։ Ղրղստան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նոր կառավարության առաջին նիստին։ Օրակարգում ընդգրկված էր 43 հարց, սակայն զեկուցվել է միայն 3-ը։ Քննարկվել են հեծի շուրջ վերջին զարգացումները, կրթության ոլորտի մտահոգիչ ցուցանիշները, նախարարությունների անվանափոխությունները։ Ինչ որոշումներ են ընդունվել նիստում, ռեպորտաժում։
Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը եւ ես նախ ուզում եմ Նախատեսվածից 2 ժամ շուտ մեկնարկեց նոր կառավարության անդրանիկ նիստը։ Փաշինյանը Ղազախստան պիտի մեկներ, որպեսզի մասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Այսօր կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը։ Նոր եկեր նաև Լիլիթ Մակունցը, այս անգամ արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով։ Նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամփոփել անցյալ ժամանակահատվածը, վերանայել կատարված աշխատանքը եւ հետեւություններ անել հետագա գործունեության ուղղությունները հստակեցնելու համար։ Այնուհետև կառավարությունն անցավ նիստի օրակարգին ու կրկին խոսեցին հեծի մասին։ Հեծի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Այս պարզ է։ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, թե ում կամ որ կառույցի հավատարմագրային կառավարմանը կհանձնվի հեծը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2025-ից 26 թվականների ընթացքում դատախազության պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Հայաստանի Հանրապետության ու համայնքներին վերադարձված հանրային բարիքներին, այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին, բայց սրանից զատ խոսել են, թե ինչ են բռնագանձելու Սերժ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184,222,585 դրամ։ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևանում գտնվող 3 անշարժ գույք, մոտ 203 միլիոն դրամի բանկային ավանդներն ու դրանց տոկոսագումարները, նաեւ 352,438,000 դրամ։ Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նախորդին Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է արտացոլի իրական Հայաստանի հայեցակարգը եւ միայն դրանից հետո, ըստ նրա, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չեն մնա։ Այս հայտարարության ֆոնին լրագրողները արդարադատության նախարար Սրփուի Գայլյանից հետաքրքրվեցին, թե որտեղից Ադրբեջանի նման վստահություն, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվե է անցկացվելու։ Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքեր է ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում եւ ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն թե կունենանք նոր սահմանադրություն, թե ոչ կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Կառավարության առաջին նիստում գյուղմթերքի փչացման խնդիրը չքննարկվեց։ Փոխարենը կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ՝ բուհերի ընդունելության քննություններին անբավարար գնահատականներ ստացած դիմորդների աճող թիվը։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Գործադիրի նիստին զուգահեռ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր։ Զինծառայողների ծնողները պահանջում էին, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարվա ծառայության կարգը։ Միաժամանակ գործադիրը հավանություն տվեց 3 նախարարությունների անվանումների փոփոխությանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումում կավելացվի արհեստական բանականության ուղղությունը, իսկ արտաքին գործերի նախարարության անվանման մեջ կավելացվի միջազգային առևտրի բաղադրիչը։ Բաքվում վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների բողոքները եւ ուժի մեջ թողել մեր հայրենակիցների դատավճիռները։ Դատավարության ընթացքում գրանցված խախտումների մասին դրա ավարտից հետո ընտանիքի միջոցով տեղեկացրել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա հայտարարել է, որ դատավճիռն արդեն վաղուց որոշված էր, դատավարությունն էլ ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի։ Այս հազվադեպ հեռախոսազանգերը այն միակ միջոցն են, որով հայ գերիները կապ են պահպանում ընտանիքի հետ։
Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարության տվել է պաշտպաններից մեկը, ով առաջիատյանում հենց այսպես զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց ծերունների առջև, իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային, այսպես զգաստացնող խոսք փոխանցելով, որ չպղծենք դատարանը եւ ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել ենք, այսինքն մեր ընդհանուր պահվածքը արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել եւ ինչպես ես նշեցի իմ խոսքի մեջ վերջին իմ ելույթի ժամանակ Արաքելյանի դատարանում փաստորեն քաղաքականապես եւ բարոյապես մեղադրող կողմը եւ դատավորական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել դատը, շահողը եղել ենք մենք, որպես մեղադրյալներ, այսպես ասած։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս, այսպես ասեմ, այն փաստարկներին եւ այն կեղծ պնդումներին, որ վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին մեր ժողովրդի, կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը կողքրտող պահվածքով, կեղծված պատմությամբ եւ հենց այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել, որ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն օրենքի ուժ չկա։ Մինչ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, պաշտոնական Երևանն ու Բաքուն շարունակում են խոսել խաղաղության գործընթացի մասին։ Բայց կողմերի դիրքորոշումները շարունակում են տարբեր մնալ, հատկապես հաղորդողիների հարցում։ Հայաստանը կրկնում է, որ իր տարածքով որևէ միջանցք չի լինելու, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ինչ են իրականում քննարկում կողմերը եւ ինչպես է փոխվում բանակցային օրակարգը, մանրամասները ռեպորտաժում։ Վաշինգտոնում միջանցքի հարցը վերջնական փակվել է։ Թե ինչ է Ալիևը խոսում թրիփի մասին, Զանգեզուրի մասին, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Եթե Ադրբեջանի նախագահի ասածը չի հետաքրքրում իշխանական падգամավորին, գուցե նախագահի օգնականի ասածը հետաքրքրի։ Հաջիևն ասում է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը շուտով լինելու է։ İnşallah görəcəyik, yəni Azərbaycan artıq burada öz Բաքուն գրեթե ավարտել է Զանգեզուրի միջանցքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։ Ավարտական փուլում են Զանգելան հասնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները, իսկ Նախիջևանի երկաթուղին արդեն վերականգնվել է։ Թուրքիան իր հերթին Կարսից դեպի Իգդիր նոր երկաթգիծ է կառուցում։ Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այդքան էլ հեռու հեռանկար չէ, ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են։ Կողմերից մեկը, Ադրբեջանը, Հայաստանով անցնող ճանապարհը կոչում է միջանցք։ Հայաստանի իշխանությունն ասում է, չկա միջանցք։ Ինչ պետք է հասկանա հայ հասարակությունը այս իրարամերժ հայտարարություններից։ Ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով տերմինների փոփոխությունը չի փոխում իրավիճակը։ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է միջանցք եւ ստանում է այն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը այն ճանապարհի վրա 42 կիլոմետրի, որը մատնանշում է Հիկմետ Հաջիևը, չի ունենալու վերահսկողություն, ինքը չի վերահսկելու, թե ովքեր են մտնում, ովքեր են անցնում, ինքը չի կարողանալու որևէ ազդեցություն ունենալ։ Անկամ ադրբեջանից հայտարարություններ են եկել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չեն մտնելու, նկատի ունենք Ադրբեջանից մտնելու են եւ իրենց ասած Ադրբեջանից դուրս են գալու։ Այս պարագայում, եթե դա միջանցք չի, ո՞րն է միջանցք։ Սոնա Ղազարյանը հիշեցնում է Երևանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքում միջանցք չկա։ Հայաստանը չի զիջել միջանցք, Հայաստանը չի զիջելու միջանցք, իսկ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ էական չէ, Ադրբեջանն այս մասին ինչ է խոսում։ Ինքնիշխանության զիջումը կա, այլ ռեժիմ, քան քո տարածքի այլ ճանապարհներում է կա, դու այդտեղ վերահսկողության սահմանափակում ունես, բայց միջանցք չի, բայց ո՞րն է միջանցք համարվում։ Հիկմետ Հաջիևը CNN թուրք հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համատեղ պարտավորվել է կառուցել իր խոսքով միջանցքի 42 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանից հնչող մեսիջներն ապացուցում են, պայմանավորվածությունները չեն պահվում անգամ տերմինների գործածման հարցում։ Գառնիկ Դավթյանն է ուշադրություն հրավիրում։ Նպատակ ունեցող քաղաքական քայլեր են,
չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ եթե անգամ հիմա ես ուղղակի վարկած եմ առաջ քաշում, չհաստատելով իշխանական կողմի պնդումը, եթե կա անգամ այդ մասով վերջնական որոշում, ես չեմ կարող վստահ լինել, որ մյուս օրը ինչ կլինի, այսինքն Ադրբեջանի պահանջները այնպես չի, որ այս վերջին 8 տարում տեսել ենք իրենց պահանջների տերն են եղել, այսպես ասած։ Եվ այն ընկալումները, որոնք կան Ադրբեջանում, բնավ հուսադրող եւ կառուցողական դաշտի հույս չեն ներշնչում։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև չունենք անշրջելի խաղաղություն։ Մեզ համար սպառնալիք է նաև Թուրքիան, որովհետև ունենք փակ սահմաններ։ Օգոստոսի 5-ին հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։ Միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Անձնական ձեռքբերում եմ համարում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, որովհետև իշխող ուժի ներկայացուցիչները խուսափում էին այդ հայտարարությունները անելուց, չգիտեմ Ռուբինյանի մոտ էմոցիաներն, չգիտեմ ինչ է դրթեսնան ակնհայտ ճշմարտություն ասել։ Մինչ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ միջանցք չի լինելու, Ադրբեջանը նույն նախագծի մասին շարունակում է խոսել հենց այդ բառով, ներկայացնելով նաև իր սպառնալիքներն ու ժամկետները։ Իսկ քանի դեռ երկու մայրաքաղաքներից հնչող ձևակերպումները չեն համընկնում, քննարկումների կենտրոնում շարունակում է մնալ նույն հարցը։ Խոսքը բառերի, թե արդեն բովանդակության տարբերության մասին է։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Վաշինգտոնում շարունակում են խոսել Իրանի հետ պատերազմի և բանակցությունների հեռանկարների մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ հակամարտությունը երկար չի շարունակվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը իր գնահատմամբ շատ շուտով կավարտվի։ Նա կարծում է, որ կողմերը կարող են երկար շարունակել են ռազմական գործողությունները։ Սակայն պատերազմի ավարտի մասին լավատեսական հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ կողմերը մոտ են վերջնական համաձայնության։ Սպիտակ տան մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ընդունում են, որ Իրանի հետ բանակցությունները շարունակում են բարդ ընթացք ունենալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյն Դիվենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, քանի որ նրա խոսքով իրանական իշխանության ներսում տարբեր մոտեցումներ կան։ Վենսի գնահատմամբ մի մասը ցանկանում է ավարտել պատերազմը, մինչդեռ մյուսները շահագրգռված են դրա շարունակությամբ, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Զարա Սարգսյանը։ Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ եւ ադրբեջանական կողմի համար պատրաստել է առաջարկների փաթեթ։ Հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը։ Սիբիհան նաեւ նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում եւ նրա ձայնը պատերազմի դադարեցման ջանքերում մեծ նշանակություն ունի։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը որակել է արդյունավետ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման առումով։ Նա հայտարարել է, որ Բաքուն ու Կիևն ունեն ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է բարեկամության եւ փոխշահավետ գործակցության սկզբունքների վրա։ Այնուհետ Բայրամովը ծաղիկներ է դրել Ուկրաինայի զինվորականների հուշարձանին։ Ռուսաստանում արձագանքել են Ուկրաինա-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը։ Կարծում եմ, որ Կովկասում իրավիճակը մոտ ապագայում մի փոքր կփոխվի։ Սա առաջին հերթին պայմանավորված է Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներով։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում ուկրաինական հարցում։ Հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։ Նա հավելել է, որ չի կարծում, թե Ադրբեջանը կդառնա Ուկրաինայի զենքի մատակարար։ Դոնալդ Թրամփն էլ հերքել է զինամթերքի պակասի մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի հսկայական պաշարներ եւ բանտարկությամբ է սպառնացել նրանց, ովքեր հակառակն են պնդում։ Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել լրատվամիջոցներին զինամթերքի նվազող պաշարների վերաբերյալ հրապարակումների համար, հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի հատկապես որոշակի տեսակների հսկայական պաշարներ։ Ուկրաինան հարվածել է Վայլդբերիսի այս անգամ Եկատերինբուրգի պահեստին, որն Ուկրաինայի սահմանից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Պահեստի աշխատողները տարհանվել են, մատակարարումները վերաուղարկվել են այլ պահեստներ, հայտնել է ընկերությունը։ Ի պատասխան Վայլդբերիսի պահեստներին ուղղված ուկրաինական հարվածների, ռուսական կողմն էլ հարվածել է ուկրաինական Ռոզետկա մարքեթփլեյսի պահեստներին։ Ընկերությունից հայտնել են, որ Ռուսաստանի հարվածի հետևանքով ընկերության պատմության մեջ ամենամեծ կորուստներն են կրել՝ միլիարդավոր
բոլոր գրիհնաների կորուստ։ Թայլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը վիրավորվել։ Հրաձգությունը կազմակերպած աշակերտն ինքնասպան է եղել։ Նոր Զելանդիայում էլ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 34-ից 36, իսկ երեկոյան 23-ից 25 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։ Կհանդիպենք։